Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մեզ մշտապես աջակցելու համար։ Անգամ պարբերաբար ամեն օր մեզ դիտելը լավագույն գնահատականն է մեզ համար, այնպես որ շնորհակալություն։ Սկսենք օրվա լրահոսը, Միացյալ Նահանգների քաղաքական դաշտում կրկին ակտիվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը, հատկապես ապրիլի 24-ի նախաշեմին։ Նախորդ տարվա ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ բացակայում էր ցեղասպանություն ձևակերպումը, առաջացրել էր լուրջ արձագանք եւ քննադատություն թե հայկական համայնքի, թե մի շարք քաղաքական շրջանակների կողմից։ Դրան հաջորդել էր նաեւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քայլը, երբ Հայաստանում էր այցելել էր Ծիծեռնակաբերդ, գրառում արել, ապա ջնջել այդ գրառումը, որը վերաբերում էր հայոց ցեղասպանությանը։ Այս տարվա ապրիլի 24-ին սպասվող Սպիտակ տան հայտարարությունը դիտարկվում է որպես կարևոր քաղաքական եւ բարոյական փորձություն։ Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առկա է լայն կոնսենսուս։ Բոլոր 50 նահանգները, կոնգրեսի երկու պալատները նախորդ վարչակազմը տարբեր փուլերում ճանաչել են ցեղասպանությունը։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի ավելի քան 1 տասնյակ դաշնակից երկրներ եւս պաշտոնապես ճանաչել են այդ պատմական փաստը, մերժելով Թուրքիայի երկարամյա քաղաքականությունը, որը նպատակ ունի սահմանափակել այդ թեմայի միջազգային հիշատակումը։ Այս ֆոնին առաջիկա հայտարարությունը կարող է ոչ միայն ազդել ԱՄՆ ներքին քաղաքական օրակարգի վրա, այլ նաև ունենալ արտաքին քաղաքական նշանակություն, հատկապես Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների եւ միջազգային հիշողության քաղաքականության համատեքստում։ Ինչպես նախորդ բոլոր տարիներին, հայկական սփյուռքի պահանջն է անփոփոխ է, ճանաչում եւ դատապարտում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները ժամանակավորապես կասեցվում են դիվանագիտական գործընթացին հնարավորություն տալու նպատակով։ Նրա խոսքով նման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պակիստանի ղեկավարությունը ֆիլդմարշալ Ասիմ Մունիրը եւ վարչապետ Շահբազ Շարիֆը դիմել են Վաշինգտոնին, խնդրելով ժամանակ տալ բանակցությունների կազմակերպման համար։ Նախագահը հստակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակելու են պահպանել Իրանի նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. Հաշվի առնելով, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է, ինչը սպասելի էր, եւ Պակիստանի դաշտային մարշալ Ասիմ Մունիրի ու վարչապետ Շահբազ Շարիֆի դիմումի հիման վրա մեզ խնդրվել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի դեմ հարձակումը մինչև այն պահը, երբ նրանց ղեկավարությունն ու ներկայացուցիչները կկարողանան ձևակերպել միասնական առաջարկ։ Հետևաբար ես հրահանգել եմ Միացյալ Նահանգների զինված ուժերին շարունակել շրջափակումը եւ բոլոր մյուս առումներով պահպանել լիակատար պատրաստվածությունը, եւ այդ պատճառով հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև նշված առաջարկը ներկայացվի եւ բանակցությունները ավարտվեն անկախ դրանց արդյունքից։ Սրան զուգահեռ Թեհրանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին, պահանջելով դատապարտել Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք կապված են իրանական նավերի գրավման հետ։ Իրանի ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի կողմից իրանական դրոշով բեռնատար նավի գրավումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, հրադադարի խախտում եւ նույնիսկ ծովահենության ակտ։ Իրանը նաև զգուշացրել է, որ նման գործողությունները վտանգում են միջազգային նավագնացությունը եւ խաթարում ծովային անվտանգությունը, հատկապես Հորմուզի նեղուցի նման ռազմավարական կարևոր ուղիներում։ Բանակցությունները փաստացի կանգ են առած։ Թեհրանը դեռևս չի տվել հստակ պատասխան, կմասնակցի արդյոք հաջորդ փուլին, ընդգծելով, որ որոշումը կախված է ամերիկյան կողմի քայլերից։ Իրանը շարունակում է պնդել, որ պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ հնարավոր էսկալացիայի։ Պակիստանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ, ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելով Իսլամաբադից պահպանելու հրադադարը եւ վերականգնելու երկխոսությունը։ Դիվանագիտական ճգնաժամը խորացավ նաև այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան հետաձգվեց։ Սա անցալվեց որպես նշան, որ բանակցային գործընթացը դեռևս պատրաստ չէ մեկնարկի, իսկ կողմերը շարունակում են միմյանց նկատմամբ անվստահության պայմաններում գործել։ Իրանի բարձրաստիճան զինվորական ղեկավարներից մեկը գեներալ Մաջիդ Մուսավին բացահայտ սպառնալիք է հնչեցրել, հայտարարելով, որ եթե պատերազմը Միացյալ Նահանգների հետ վերսկսվի, տարածաշրջանի նավթային ամբողջ համակարգը կարող է կործանվել։ Նա ընդգծել է, որ հատկապես այն երկրները, որոնք թույլ կտան Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց տարածքները Իրանի դեմ հարձակումների համար, պետք է մոռանան նավթի արտադրության մասին Մերձավոր Արևելքում։ Սա ուղիղ ազդակ է Պարսից ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։ Մինչև հրադադարի ժամկետի հետաձգումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում էր արել, դիմելով Իրանի ղեկավարությանը։ Նա կոչ էր արել ազատ արձակել 8 կանանց, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործել Իրանում եւ սպասվում է մահապատիժ։ Թրամփը հրապարակել է նրանց լուսանկարները եւ գրել, որ ակնկալում է, թե Իրանը կցուցաբերի մարդասիրական մոտեցում։ Նա ընդգծել է, որ կանանց ազատ արձակումը կարող է դառնալ կարևոր առաջին քայլ առաջիկա հնարավոր բանակցությունների մեկնարկի համար։
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, այդ կանանցից 5-ը ձերբակալվել են տարվա սկզբին Իրանում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ։ Նրանցից մեկը պատկանում է Իրանի Բահայի կրոնական փոքրամասնությանը եւ մեղադրվում է այնպիսի գործողության մեջ, որ Իրանի իշխանությունները կապում են արտասահմանյան ազդեցության հետ։ Մյուսների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է։ Քիչ անց Իրանը արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարություններին, հերքելով, որ 8 կանայք կանգնած են մահապատժի վտանգի առաջ։ Իրանի պետական հեռուստատեսությունը հղումանելով դատական համակարգի միզան լրատվական գործակալությանը հայտարարել է, որ նման պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ պաշտոնական տվյալների, կանանցից մի քանիսը արդեն ազատ են արձակվել, իսկ մյուսները, եթե մեղավոր ճանաչվեն, կարող են բախվել առավելագույն ազատազրկման, ոչ թե մահապատիժի։ Միացյալ Նահանգները պատրաստում է պատմական ամենամեծ ռազմական բյուջեներից մեկին։ Պենտագոնը ներկայացրել է Դոնալդ Թրամփի առաջարկած մոտ 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեն, որը միտված է արմատապես փոխելու ամերիկյան բանակի հնարավորությունները եւ պատրաստելու այն ապագա պատերազմներին։ Այս բյուջեի կենտրոնում 3 հիմնական ուղղություն կա։ Առաջինը օդային գերակայությունն է։ Միացյալ Նահանգները նախատեսում է ավելացնել F-35 կործանիչների արտադրությունը, ընդլայնել նոր սերնդի ինքնաթիռների զարգացումը եւ ընդհանուր առմամբ ավելացնել օդային ուժերի ֆինանսավորումը մոտ 26%-ով։ Երկրորդը հրթիռային պաշտպանությունն է։ Նախատեսվում է ստեղծել նոր համակարգ, որպես այդպիսին հայտնի Golden Dome-ը, որը պետք է դառնա հաջորդ սերնդի հակահրթիռային վահան, պաշտպանելու Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջադեմ սպառնալիքներից։ Երրորդ եւ ամենաարագ զարգացող ուղղությունը անօդաչուների պատերազմն է։ Պենտագոնը նախատեսում է տասնյակ միլիարդավոր դոլարներ ներդնել անօդաչու համակարգերի, հակադրոնային տեխնոլոգիաների եւ մարդ-մեքենա համատեղ մարտի մեջ, ընդգծելով, որ ապագայի պատերազմները մեծապես կախված են լինելու հենց այս տեխնոլոգիաներից։ Բացի այդ, միլիարդներ են ուղղվելու նավատորմի ընդլայնմանը, հրթիռային համակարգերի ավելացմանը եւ ռազմական արդյունաբերության հզորացմանը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Ջամալ Ֆարես Ալ-Ռովայեին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է Լիբանանում իրավիճակի վերաբերյալ վերջին զարգացումները, ընդգծելով միջազգային հանրության աճող մտահոգությունը տարածաշրջանի կայունության շուրջ։ Նա հայտարարել է, որ անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարություն, որով խստագույնս դատապարտվում է ապրիլի 18-ին Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դեմ իրականացված հարձակումը։ Հարձակման հետևանքով մեկ ֆրանսիացի խաղաղապահ զոհվել է, եւս 3-ը վիրավորվել, որոնցից 2-ի վիճակը ծանր է։ Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը խաղաղապահ ուժերին եւ կոչ է արել բոլոր կողմերին ապահովել նրանց անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջազգային իրավունքի շրջանակներում։ Նշվել է, որ խաղաղապահները երբեք չպետք է դառնան հարձակման թիրախ եւ ցանկացած գործողություն, որը վտանգում է նրանց կյանքը կամ խոչընդոտում առաքելությանը, անընդունելի է։ Խորհուրդը նաեւ կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ հետաքննել տեղի ունեցած հարձակումը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին առանց ուշացման։ Միաժամանակ միջազգային հանրությանը հորդոր է ուղղվել մեծացնել աջակցությունը Լիբանանի զինված ուժերին տեխնիկական, նյութական եւ ֆինանսական միջոցներով, որպեսզի ապահովի նրանց արդյունավետ ներկայությունը Լիտանի գետից հարավ եւ իրականացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձևը։ Հայտարարության մեջ ընդգծվել է նաեւ ապրիլի 16-ին հաստատված հրադադարի պահպանումը, կոչ անելով բոլոր կողմերին լիովին հետևել դրա պայմաններին։ Պաշտպանության կամ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ամերիկյան բանակում այլևս պարտադիր չի լինելու գրիպի պատվաստումը, շեշտելով բժշկական ինքնավարության եւ կրոնական ազատության կարեւորությունը։ Նրա խոսքով զինծառայողները կարող են պատվաստվել, սակայն դա այլևս պարտադիր չի լինի նոր հրահանգով։ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին տրվելու է 15 օր, որոշելու արդյոք ցանկանում են պահպանել պատվաստման պարտադիր պահանջը իրենց շրջանակում։ Այսպիսով, որոշումը ամբողջությամբ չի վերացնում համակարգ, այլ թույլ է տալիս միայն ճկուն մոտեցում կախված ծառայության կարիքներից։ Պատվաստումները երկար տարիներ են եղել ԱՄՆ բանակի պարտադիր քաղաքականության մաս, սկսած դեռևս ամերիկյան հեղափոխության ժամանակաշրջանից։ Սակայն վերջին տարիներին այս հարցը դարձել է քաղաքական եւ հասարակական լուրջ քննարկման թեմա, հատկապես COVID-19-ի պարտադիր պատվաստման ֆոնին, երբ հազարավոր զինծառայողներ հեռացվել էին ծառայությունից հրաժարվելու պատճառով։ Միացյալ Նահանգներում շարունակում է պահպանվել լարվածությունը ներքաղաքական պայքարում, մասնավորապես ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման շուրջ։ Սենատի հանրապետական ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է լիարժեք ֆինանսավորել DHS-ը, նույնիսկ առանց դեմոկրատների աջակցությունը ստանալու։ Հանրապետականները դեմոկրատների մեղադրում են պատմական մակարդակի խոչընդոտման մեջ, պնդելով, որ նրանք ավելի շատ կենտրոնացած են անօրինական ներգաղթյալների պաշտպանության վրա, քան ամերիկացիների անվտանգության ապահովման։
Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թյունի դիրքորոշմամբ դեմոկրատները ցանկանում են կրճատել ICE եւ Սահմանային պահպանության ծառայության ֆինանսավորումը, ինչը նրա խոսքով կարող է կրկին հանգեցնել իրավիճակի, երբ միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ մուտք են գործում երկիր, ներառյալ հանցագործներ։ Դեմոկրատները հակադարձում են այս քաղաքականությանը, պնդելով, որ հանրապետականները առաջնահերթությունը տալիս են ոչ թե ամերիկացիների սոցիալական խնդիրներին, այլ ուժային կառույցների ֆինանսավորմանը։ Նրանց խոսքով երկրում բնակչությունը բախվում է բարձր գների, գազի, սննդի, բնակարանի, առողջապահության ոլորտներում եւ պետական միջոցները պետք է ուղղվեն հենց այդ խնդիրների լուծմանը։ Նրանք նաեւ քննադատում են ICE ֆինանսավորման մեծացումը, նշելով, որ վերահսկողության բացակայության եւ հնարավոր չարաշահումների ռիսկեր կան։ Սենատի փոքրամասնության ղեկավար Չակ Շումերի գնահատմամբ այս գործընթացը ոչ միայն բյուջետային հարց է, այլ նաեւ երկրի զարգացման ուղղության վերաբերյալ հիմնարար քաղաքական ընտրություն։ Դոնալդ Թրամփի կողմից դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում առաջադրված Քևին Վորշը Սենատի բանկային հանձնաժողովում իր հաստատման լսումների ընթացքում փորձել է հստակ ուղերձ փոխանցել, հայտարարելով, որ կենտրոնական բանկը կմնա լիովին անկախ քաղաքական ազդեցություններից, հատկապես դրամավարկային քաղաքականության հարցերում։ Այս հայտարարությունը կարևոր է այն ֆոնին, երբ վերջին ամիսներին Թրամփը կտրուկ քննադատում էր գործող նախագահ Ջերոմ Փաուելին տոկոսադրույքները բավարար արագությամբ չիջեցնելու համար։ Փաուելը մշտապես պնդել է, որ որոշումները պետք է հիմնվեն միայն տնտեսական տվյալների վրա եւ չպետք է ենթարկվեն քաղաքական ճնշման։ Որշը իր հերթին փորձել է հավաստիացնել, որ շարունակելու այդ նույն սկզբունքը, ընդգծելով, որ դրամավարկային քաղաքականության անկախությունը էական է։ Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Վորենը հիշեցրել է, որ Որշը նախկինում արել է մի շարք հայտարարություններ, որոնք կարող են ուղղված լինել ուղղակի Թրամփի աջակցությունը շահելուն եւ վտանգել Ֆեդի հետագա անկախությունը։ Եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, Որշը կփոխարինի Ջերոմ Փաուելին մայիսի 15-ին, երբ ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Սակայն գործընթացը դեռևս լի է անորոշություններով։ Որոշ սենատորներ սպասում են արդարադատության նախարարության հետաքննության ավարտին կապված Փաուելի հետ, ինչը կարող է ազդել վերջնական որոշման վրա։ Վաղ ապրիլի 22-ին աշխարհում միլիոնավոր մարդիկ նշելու են երկրի օրը, հիշեցնելով շրջակա միջավայրի պահպանման կարևորությունը։ Այս օրը հիմնադրվել է 1970 թվականին որպես շարժում, որը պետք է բարձրացներ մարդկանց իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների մասին ու խթաներ գործողություններ մոլորակը պաշտպանելու համար։ Երկրի օրվա գաղափարը ձևավորվել է 1960-ականներին, երբ աճում էին մտահոգությունները աղտոտման եւ բնության վնասման շուրջ։ Մեծ ազդեցություն է ունեցել Silent Spring գիրքը, որը բացահայտեց քիմիական նյութերի վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Իսկ նախաձեռնության իրական մեկնարկը կապված է սենատոր Գեյլարդ Նելսոնի հետ, ով առաջարկեց համազգային շարժում կազմակերպել, հատկապես Կալիֆոռնիայի ափերին տեղի ունեցած նավթային աղետից հետո։ Թեև այսօրը պաշտոնական տոն չէ, այն լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում ծառատունկերով, մաքրման աշխատանքներով եւ բնապահպանական նախաձեռնություններով։ Տարիների ընթացքում երկրի օրը դարձել է գլոբալ շարժում, ընդգրկելով ավելի քան 190 երկիր։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։